հեռուստադիտողներ, Armenia TV եթերում ես սկսում եմ աշխարհի ամերով ծրագրի նոր եթերաշրջանը։ Այս անգամ Թայլանդից խոստանում եմ ձեզ այլ Թայլանդ եմ ցույց տալու։ Թայլանդ, որի մասին նույնիսկ դուք չեք լսել։ Բաց չթողնեք, լինելու է շատ հետաքրքիր։ Հարավ-արևելյան Ասիա, Թայլանդ, բարիգալուստ աշխարհի համերով նախագծի գարնանային եթերաշրջան, որտեղ Վարդան Սարգսյանը կբացահայտի Թայլանդը նորովի, վայրեր, որ դեռևս չեն ցուցադրվել հայկական հեռուստաեթերով եւ էքստրիմի կրկնակի չափաբաժին։ Անուշ լինի, ահա։ Որ անտարբեր չի թողնի ոչ մի հեռուստադիտողի։ Եվ այսպես, աշխարհի համերով նախագծի 12-րդ եթերաշրջանը Թայլանդից ամբողջովին նոր դիտանկյունից։ Դուք չեք պատկերացնում ինչ հետաքրքիր հաղորդում է այսօր ձեզ սպասում սիրելի հեռուստադիտողներ։ Ես Թայլանդում եմ, այսօր ինձ շատ էներգիա է հարկավոր, վայելում եմ Boom Best-ը եւ շտապում եմ հանդիպելու իմ այսօրվա զբոսավարին։ Ինչու՞, կհասկանաք հենց հիմա։ Դե իհարկե իմ զբոսավարը տեղում է, Պիգունը, ողջույն։ Ողջույն, Վարդան։ Շնորհակալ եմ քեզ, ողջույն։ Ուրախ եմ, որ մենք հանդիպեցինք, իդեպ այս շրջանում առաջին անգամ եմ։ Թայլանդում շատ անգամներ եմ եղել, բայց այստեղ առաջին անգամ եմ։ Ես մեր հեռուստադիտողներին ասացի, այսօր շատ հետաքրքիր ծրագիր է լինելու, որտեղ ենք հենց հիմա։ Թայլանդը բազմազան է, հետաքրքիր, գունառատ եւ տարբերվող։ Այստեղ մշակութային շերտերը այնքան տարբեր են, որ անգամ մենք տեղաբնակներս ամեն ինչ չէ, որ գիտենք մեր երկրի առանձնահատկությունների մասին։ Առանձին հետաքրքրություն են ներկայացնում Թայլանդի ցեղերը, որոնք եւս շատ են ու ամեն մեկն իր յուրահատկությունը ունի։ Հենց հիմա մենք գտնվում ենք ցեղերից մեկի գյուղի մոտ եւ առաջարկում եմ այլևս ժամանակ չկորցնել ու գնալ նրանց հետ ծանոթանալու։ Այո, կարծում եմ արդեն հասկացաք, մենք եկել ենք հանդիպելու Կարեն ժողովրդին եւ հենց իրենց գյուղում ենք, բայց այս գյուղը ավելի ճանաչված է ամբողջ աշխարհում որպես երկարավիզ կանանց գյուղ։ Նրանց մասին վստահ եմ լսել եք, միգուցե տեսել եք հեռուստատեսությամբ կամ համացանցում եւ ես ուրախ եմ, որ այսօր կա հնարավորություն նրանց հանդիպելու։ Ես գիտեմ այս ժողովուրդը ապրում է մի շարք այլ վայրերում, այստեղ Թայլանդում եւս, ճիշտ է թե ոչ։ Հա իհարկե իրավացի ես Վարդան, թայլանդական ցեղերը ամենուր են։ Նկատի ունեմ, որ մեր երկրի բազմազանությունը հիմնականում հենց այդ փաստով էլ պայմանավորված է։ Անծայրածիր անտառների եւ ոսկե ափերի ամբողջ երկայնքով կգտնես գյուղեր, որտեղ բնակվում են Թայլանդի առաջին ժողովուրդներն ու ցեղերը։ Նրանք չեն փոխել վարք ու բարքը, ապրում են նախամարդու պես, չեն դավաճանել այն ավանդույթներին, որոնք ձևավորվել են այստեղ հարյուրամյակների ընթացքում։ Երբ ասում եմ, որ ցեղերը ամենուր են, բնավ չեմ չափազանցնում։ Թայլանդը տասնյակ շրջաններ ունի։ Բանգոկ, Պատայա, Կխահոլակ, Կրաբի, Տրանկ, Չիանգրայ, Սամետ, Կուդ, Լանդու, Տաո եւ այլն։ Նաեւ Պատայա քաղաքում, որը ամենաիսպես տուրիստական վայրերից մեկն է այստեղ Թայլանդում, ես ինքս այցելել եմ նրանց գյուղ, այնտեղ իհարկե 2-3 անձ է ընդամենը ուղղակի, որպեսզի զբոսաշրջիկները գնան եւ նկարվեն այդ կանանց հետ։ Գրանք ներս։ Գնացինք։ Իրականում այս ժողովուրդը վաղուց հասկացել են, որ զբոսաշրջիկների շնորհիվ կարելի է մի լավ գումար աշխատել եւ դրա համար այստեղ արդեն մուտքը վճարովի է։ Ինչու՞։ Որպեսզի նրանք գումար աշխատեն, չէ՞ որ իրենք կարծես չեն աշխատում, այլ սպասում են զբոսաշրջիկների, որպեսզի մենք գանք այստեղ, գնենք այդ տոմսը եւ այդ քայլով օգնենք նրանց աշխատելու գումար եւ իհարկե հետո սնունդ գնելու։ Մուտքը հետաքրքիր էր եւ փայտյա, ինչ է սա նշանակում։
Ինչպես արդեն դու ասացիր, իրականում այո, ամեն բան հիմա հարմարեցված ու մտածված է զբոսաշրջիկների համար։ Ժամանակակից աշխարհն իր կանոններն ունի եւ մենք բոլորս հարմարվում ենք դրանց։ Հիմնվելով մեր հավատալիքների եւ մշակութային առանձնահատկությունների վրա, ամեն մի գյուղ այս տեսակ դուռ է կառուցել։ Սա նշանակում է, որ արտաքին աշխարհից մեր տարածք մուտք գործելիս պետք է թողնել բացասական էներգիան դրսում ու գալ միայն դրական էներգիայով լցված։ Դե իսկ մուտքը հսկում են հատուկ ոգիները, որոնք երբեք թույլ չեն տա, որ չար ուժեր հայտնվեն գյուղում։ Այստեղ փոքրիկ ինքնաթիռներ են փայտե տեսնում, 1, 2, այնտեղ նույնիսկ ուղաթիռ։ Ինչ նշանակություն ունեն սրանք։ Զբոսաշրջիկներից մեկը մի օր փայտից ինքնաթիռ պատրաստեց ու տեղադրեց այն դռների վրա։ Արդյունքը շատ դուր եկավ տեղացիներին, ու նրանք առաջինի օրինակով մի շարք ինքնաթիռներ սարքեցին եւ զարդարեցին դռները։ Այս ամենը ինչ որ խորը արմատներ կամ լուրջ խորհրդանշական իմաստ չունի։ Ահա, դե առաջարկում եմ անցնենք ներս, իդեպ միանգամից սիրելի հեռուստադիտողներ, կարող եք նկատել շուրջ բոլորը, ողջույն, խանութներ են եւ խանութներ չէ, այսինքն տաղավարներ, որտեղ էլ նրանք վաճառում են այն ամենը, ինչ ձեռքով պատրաստում են, տեսնում եք տեսականին շատ մեծ է, միգուցե ինչ որ մի գեղեցիկ հուշանվեր հետո գնեմ, բայց վստահ եմ, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ, ով գալիս է այստեղ, անպայման մի գեղեցիկ նվեր այստեղից գնում է։ Այո, սա հենց մի քիչ առաջ ասացի տրամաբանական շարունակությունն ու ապացույցն է։ Այստեղ վաղուց ամեն բան զբոսաշրջիկների համար է մտածված եւ հարմարեցված։ Էլ ինչ տուրիստական միջավայր առանց հուշանվերների ու տեղական արտադրության ապրանքների բուտիկների։ Իդեպ տեսականին բավական մեծ է, ողջույն, ահա արդեն առաջարկում են գնել ինչ-որ մի բան, և գեղեցիկ նվերները իհարկե կապված են հենց կանանց հետ, որոնց դեռ չենք հանդիպել, բայց ընթացքի մեջ է պրոցեսը և րոպեներ հետո արդեն կհանդիպենք երկարավիստ կանանց, բայց տեսեք այսպիսի գեղեցիկ հուշանվերներ են այստեղ վաճառում, կարող եք գնել և հիշել ձեր հանդիպումը այս կանանց հետ։ Բնականաբար սրանք վաղուց դարձել են տեղացիների եկամտի աղբյուրը։ Մարդիկ գալիս են այս գյուղեր ծանոթանում բնակիչների կենցաղին, վարք ու բարքին, շփվում մարդկանց հետ ու հետո էլ գնումներ են կատարում, որոնք մշտապես կհիշեցնեն այս այցի մասին։ Այո, դրանք կհիշեցնեն այստեղի կանանց մասին, բայց բացի նման պատկերավոր իրերից կարելի է նաև ձեռք բերել հենց այդ կանանց ձեռքով պատրաստած իրեր, զարդեր, հուշանվերներ։ Կարծում եմ դրանք շատ գեղեցիկ են եւ կարելի է նվիրել սիրելի կնոջը, մայրիկին կամ քույրիկին։ Շատ լավ, երբ վերադառնանք, խոստանում եմ ինչ-որ մի նվեր կգնենք, որովհետև հիմա ցանկությունս մեկն է՝ հանդիպել երկարավիզ կանանց։ Գնացինք։ Մենք կամաց մոտենում ենք արդեն տներին։ Դու հիմա կարող ես տեսնել, որ բոլոր տների առաջ մեծ քանակությամբ փայտեր ու մեծ գերաններ են լցված։ Սա մեր գյուղի սովորական տեսքը չէ։ Այստեղ կանայք շատ մաքրասեր են, ու անգամ բակում ամեն բան միշտ կարգու կանոնի մեջ է, կոկիկ ու մաքուր։ Պարզապես հիմա մեզ մոտ այն ժամանակահատվածն է, երբ եղանակը սովորականից բավական սառն է, ու հետևաբար պետք է պատրաստվենք եւ պատրաստենք բոլոր տեսակի փոփոխություններին։ Բայց առհասարակ այս համայնքում, առհասարակ այս վայրում ցուրտ լինում է, թե ուղղակի անձրևային սեզոնն է լինում եւ վերջ։ Շատ ցուրտ չի լինում, բայց մեզ համար անձրևների շրջանը անսովոր ու մի տեսակ տհաճ է, քանի որ սովոր ենք հիմնականում բավական շոգ կլիմային։ Եղանակի չնչին տատանումն անգամ մեզ համար զգալի է, ու որպեսզի կյանքի բնականon հունը շատ չփոխվի, ավելի լավ է ամեն բանին նախապես պատրաստ լինել։ Ահա։ Որքան էլ հեռու լինեմ Հայաստանից, անկրկնելի տակարգինին ինձ հայրենիք է տեղափոխում։ Երկար նկարահանումներից հետո ավելի հաճելի պահ, քան այս անմահական ըմպելիքը վայելելը ուղղակի չկա։ Տեսնում եմ, գյուղի բնակիչները մեզ իհարկե դիմավորում են։ Ողջույն, ինչպես եք։ Շատ գեղեցիկ եք։ Իհարկե այստեղ մի կողմ դնեմ չխանգարի, այստեղ բավական շոկ է եւ կանայք նման օղակներով դժվար չէ, կարծում եմ դժվար է։ Դեռ չի եղել մի զբոսաշրջիկ, որ այդքան զարմացած այս հարցը մեզ չուղի։ Մենք մինչև նման հարցեր ստանալը չենք էլ մտածում, թե ինչ-որ տարօրինակ բան կա այս ամենի մեջ։ Մենք շատ փոքր հասակից այս օղակները ստանում ենք որպես իրական պարգև, ու կարելի է ասել դրանք մեզ հետ մեծանում են։ Ահա,
Դե չէ, ինչն է դժվար։ Մեզ համար սովորական երևույթ է։ Երբեք չենք նեղվում մեր օղակներից։ Դե բնականաբար ժամանակի ընթացքում պարբերաբար փոխում ենք օղակները, բայց առանց դրա այլևս չենք ապրում, քանի որ մեր մարմինն էլ ֆիզիոլոգիական փոփոխություններ է կրում դրանց հետևանքով։ Ամեն դեպքում մեզ դուր են գալիս մեր օղակները։ Դրանք այնքան գեղեցիկ կանացի ու հմայիչ տեսք են հաղորդում մեր արտաքինին։ Էլ չեմ ասում, որ աշխարհի որ ծայրում է լինես, հենց սրանցով կհասկանաս ու կգտնես քո ցեղին պատկանող կանանց։ Չգիտեմ, մեզ դուր է գալիս, ու մենք հասցրել ենք հասկանալ, որ այլ ազգերի ներկայացուցիչներին եւս անտարբեր չեն թողնում մեր օղակները։ Գիտեք, ես տեղյակ եմ, որ դուք այս օղակները նույնիսկ գիշերը չեք հանում եւ ստիպված եք այսպես քնել։ Ես չեմ պատկերացնում, այ բարդ չէ, ինչպես է կարողանում գիշերը քնել։ Ոչինչն էլ բարդ չէ։ Երբ մի ամբողջ կյանք ես ապրում այս օղակներով, որևէ բան արդեն բարդ չի լինում։ Մենք արդեն վաղուց սերտաճել ենք այս օղակներին։ Ահա։ Իսկ ասեք, օղակների քանակը որևէ նշանակություն ունի, թե ոչ։ Այո, բայց հիմա արդեն թիվը որևէ բանով պայմանավորված չէ։ Ամեն մեկը կրում է այնքան օղակ, որքան նրան դուր է գալիս։ Այս հարցում խիստ պարտավորություններ չունենք։ Ճաշակի հարցը։ Շատ հին ժամանակներում օղակների քանակը հուշել է, թե տվյալ կինը քանի երեխա ունի։ Իսկ եթե դեռ ամուսնացած չի եղել, ապա ուղղակի որոշակի քանակությամբ օղակներ են անցկացրել կնոջ կամ աղջկա պարանոցին։ Դե տները ահա տեսնում եք սիրելի հեռուստադիտողներ եւ երեխաները այստեղ խաղում են, վազում են, ամուսինները նրանց հանգստանում են, իսկ կանայք իհարկե գումար են աշխատում վաճառելով այն ամենը, ինչ պատրաստում են։ Ես առաջարկում եմ միասին քայլենք գյուղով ու տեսնենք ինչպիսին են ձեր տները։ Երևում է, որ գյուղը շատ փոքր է, Դե այստեղ հենց սկզբում մեր խոհանոցն է։ Մեր տների կառուցվածքը սովորական տների պես չէ։ Ամեն սենյակ ոչ թե մեկ ընդհանուր տան մեջ է, այլ կողք կողքի։ Գիտեք ինչն է հետաքրքիր, այ հիմա այստեղ բավական շոկ է, բայց ամիսներ կան, երբ անձրևներ են, քամիներ են եւ եղանակը ավելի սառն է։ Այստեղ տեսնում եմ բավական բարակ փայտից է կառուցված այս տունը։ Ցուրտ չի լինում։ Նախ մենք այս փայտը այդքան էլ բարակ շինանյութ չենք համարում, ու դրանցով կառուցված տները իսկապես բավական տաք են։ Հետո այն ինչ դուք համարում եք ցուրտ եղանակ, մեզ համար ուղղակի թեթև զովություն է։ Եվ ի վերջո մի բան էլ կա։ Մենք էլ բոլորի նման բառալյանյութի հարցը լուծում ենք նախապես, եւ այն շրջանում, երբ եղանակները մի փոքր ավելի սառում են, տաքացնում ենք տունը վառարաններով։ Ահա, ես առաջարկում եմ մտնենք ներս, ցույց կտակ, կարող եմ մտնել ներս եւ մեր հեռուստադիտողներին ցույց տանք ինչ կա այստեղ։ Իրականում ինչպես նշեցիք, սա փոքրիկ խոհանոց է եւ այստեղ կրակ անելու հարմարանք, ափսեներ, թեյնիկ եմ տեսնում, ահա եւ վերջ։ Ավելորդ կահկարասի ու սպասքի կարիք մենք չունենք։ Խոհանոցում առաջին անհրաժեշտության պարագաներ են։ Մեզ պետք է գալիս մի քանի կաթսա, սեղան, անպայման կրակի վրա նախատեսված հատված ենք առանձնացնում։ Սպասքի եւս մի քանի կտոր, ել ինչու ծարաբերն ենք տարածք իրերով, որոնք երբևէ ոչ օգտագործելու ենք, ոչ էլ դրանց կարիքը զգալու։ Իսկ հիմնականում ինչ կերակուր եք պատրաստում։ Մենք դեռ մանուկ հասակից սովորում ենք պատրաստել այն ամենը, ինչ գիտեն մեր մայրերն ու տատիկները։ Այնպես որ խոհանոցում բավական հմուտ ենք ու ամեն ինչ էլ կարողանում ենք եփել։ Փոքրիկը ցանկանում է խաղալ, օտար երկրացիներ են եկել, մայրիկը զբաղված է այս մային նկարանումներով։ Քանի տարեկան է։ 3 կդառնա շուտով։ Ահա։ Փոքրիկը մայրիկի մոտ է ցանկանում գնալ, այսպիսի փոքրիկ խոհանոց սիրելի հեռուստադիտողներ, մենք անցնենք առաջ եւ շարունակենք շրջել գյուղում։ Գնանք։ Քանի որ հենց նոր խոհանոցում ենք եւ վստահ եմ ժամեր հետո դուք որևէ կերակուր եք պատրաստելու, ես ուզում եմ ձեզ նվիրել լավագույն հայկական ու որակյալ պղպեղը, Royal Armenia-ի պղպեղը, այն այսօր կարող եք օգտագործել կերակուր պատրաստելիս։ Համեցեք, սիրով։ Շնորհակալ եմ։ Տեսնում եք, այնքան սպասված հյուր է, մի սույլ տվեցին նույնիսկ կոշիկները չհանել, իրենք հանում են պարտադիր, օպ, դժվար է բարձրանալը նույնիսկ, ես ձեզ օգնեմ, բամբուկ է աստիճաններ, հուսով եմ չի կոտրվի, ահա,
Եվ մտենք ներս, ի վերջո տեսենք ինչպիսին է տունը եւ ներսի հատվածը տան։ Ահա եւ տան ներսի հատվածը։ Նկարներ էստեղ, փոքրիկ տուն, բայց շատ հարմարավետ ու հանգիստ տուն։ Գիտեք, պատկերացնում եմ, որ անverջ զբոսաշրջիկներ են գալիս եւ տանը միանշանակ այս հանգստությունն ու լռությունը ձեզ դուր է գալիս։ Այո, նախ բարով եկար մեր տուն։ Իհարկե իրավացի եք Վարդան։ Մեր տուն շատ հաճախ են զբոսաշրջիկներ գալիս, բայց մենք ամենևին էլ չենք բողոքում ու չենք հոգնում այդ ամենից։ Մենք սիրում ենք շփվել մարդկանց հետ։ Մեզ հաճելի են նման այցելությունները։ Գիտեք ինչն է հետաքրքիր, տեսնում եմ դպրոցական պայուսակ, այսինքն երեխաները գնում են դպրոց։ Իհարկե գնում են, բա ուրիշ ինչպես եք պատկերացնում մեր կյանքը։ Մենք կողքի գյուղում բավական մեծ դպրոց ունենք, ուր հաճախում են տարածքի մի քանի գյուղերի ու ցեղերի երեխաները։ Նրանք ստանում են նորմալ տարրական կրթություն։ Դե տարածքը նորից փոքր է, չնայած այն կողմում եւս սենյակ կա, հիմա կտեսնենք ինչ է այնտեղ։ Ասացեք ինձ խնդրում եմ, քանի անձ է այս տանը ապրում։ Այստեղ մենք ապրում ենք մեր տղամարդկանց հետ, այսինքն երեխաներին եթե չհաշվենք, մենք ապրում ենք 6 մարդով։ Հիմա արդեն քայլենք տարածքում ու փորձեմ ձեզ ծանոթացնել մեր առօրյայի ու կենցաղի հետ։ Դե ժամանակները իհարկե փոխվում են, արդեն այստեղ նույնիսկ հոսանք կա, ժամանակակից տեխնիկական հնարավորություններ եւս կան, տեսեք երեխաների համար ժամանակակից մեքենաներ, խաղալիքներ, սակայն ավանդույթները նրանց մոտ չի փոխվում։ Այսինքն ինչպիսին եղել են նրանց տատիկները, տատիկների տատիկները, այդպես էլ շարունակվում է մինչ այսօր։ Չնայած ես կարծում եմ այդ ամենը նաեւ մտածված է, որովհետեւ հենց այս օղակները այս մարդկանց ամեն օր գումար են բերում։ Գնանք ներսի հատված, տեսնենք ինչ կա այնտեղ։ Դե արդեն հասկանալի է։ Ցանցը պարտադիր է։ Այստեղ կան նաև մոծակներ, որոնք անձրևային սեզոնին լինում են շատ վտանգավոր եւ տարածում են շատ հիվանդություններ, չէ՞։ Այո, շատ ամբողջական ու ճիշտ ներկայացրեցիք։ Եթե նման ցանցեր չլինեն, ուղղակի չենք քնի ամբողջ գիշեր։ Էլ չեմ ասում, որ միջատները տարբեր վարակներ են տարածում։ Գիտեք, սիրելի հեռուստադիտողներ, ես շատ նման գյուղերում եմ եղել, հանդիպել եմ շատ ու շատ ցեղերի աշխարհի տարբեր երկրներում, բայց այս մարդիկ կար են ժողովուրդը, հավատացեք, երջանիկ են, որովհետև այստեղից 10, 20 կամ 30 կիլոմետր այն կողմը ամենաշատը արդեն ժամանակակից կյանքն է, այսինքն նրանք ունեն հնարավորություն տեսնելու նաև այլ մի կյանք, ինչի հնարավորությունը չունեն օրինակ Եթովպիայում բնակվող ցեղերից մի քանիսը։ Այստեղ շատ նկար անելու բան չկա, այնպես որ դուրս գանք տնից, շնորհակալ եմ, որ թույլ տվեցիք նկար անել, որովհետև բոլորին չէ որ թույլ եք տալիս, ինձ շատ հաճելի է եւ վստահ եմ հեռուստադիտողներն էլ հաճույքով հիմա մեզ դիտում են։ Ինեկո բանկի Visa Platinum քարտով առցանց վճարումները կատարելը ուղղակի ֆանտաստիկ է։ Հենց հիմա գնում եմ ավիատոմսեր, որովհետև մենք նկարանող թիմով այսօր մեկնում ենք Թայլանդում այլ մի քաղաք, նորից շարունակելու մեր նկարանումները։ Տոմսերը գնում եմ առցանց, վճարումը իհարկե կատարելով Ինեկո բանկի Visa Platinum քարտի միջոցով։ Իսկ որպես ճամփորդ միանշանակ վստահեցնում եմ ձեզ, այս քարտը այնքան առավելություններ ունի, որ այդ ամենի մասին եթե պատմեմ, մի ողջ ծրագիր է ինձ հարկավոր։ Այնպես որ հենց հիմա քո բջջային հեռախոսում ներբեռնիր Ինեկո մոբայլ հավելվածը, ծանոթացիր բոլոր պայմաններին ու պատվիրիր հենց հիմա քարտը։ Ուր ենք գնում, ինչ ենք հիմա տեսնելու։ Իրականում տարածքը ինչպես նկատում եք շատ ամայի է, այդքան էլ հարուստ չէ բուսականությունը այս հատվածում, բայց մենք ունենք հատուկ մշակվող հատվածներ, որոնք շուտով կտեսնենք։ Իսկ այն կողմում փոքրիկ այգի եմ տեսնում, որտեղ հիմնականում տղամարդիկ են աշխատում։ Այո, հենց դրա մասին եմ ասում։ Մենք ունենք մշակվող հողեր ու դրանց վրա այգիներ ենք ստեղծել։ Աշխատանքի հստակ բաժանում ունենք, գիտենք թե ով ինչով է զբաղվելու։ Տղամարդիկ որպես կանոն օրը անցկացնում են այգիներում հող մշակելով ու բերք ու բարիքին հետևելով։ Գիտեք ինձ ինչ է հետաքրքրում այս պահին ու վստահ եմ շատ հեռուստադիտողներին եւս։ Որտեղից եք ջուրը բերում, խմելու ջրի մասին է խոսքը։ Որտեղից եք ջուրը կարողանում բերել այստեղ գյուղ։
Ջուրը ինչպես ամենուր, այդպես էլ մեզ մոտ խնդիր է։ Մենք չունենք ոռոգման համակարգեր, չունենք շուրջօրյա ջրամատակարարում եւ որևէ հույս էլ չկա, որ մոտ ժամանակներս այդ հարցերը կլուծվեն։ Գյուղից ոչ շատ հեռու ջրի բնական աղբյուրներ կան, որոնցից որ օգտվում ենք։ Կենցաղային աշխատանքների համար օգտագործում ենք գետի ջուրը։ Իսկ ինչ է այս կողմում։ Մեր այգիներն են, որոնց մասին քիչ առաջ պատմում էի։ Այստեղ հիմնականում մշակում ենք այն բույսերը, որ շատ կարճ ժամանակում մեծ արդյունք են ապահովում։ Եթե ուշադիր լինեք, դաշտի մեծ մասում եգիպտացորեն է աճում, քանի որ դրա պահանջարկը մեծ է։ Մենք ինքներս էլ շատ ենք օգտագործում առօրյայում։ Բացի դա կարողանում ենք մեծ քանակությամբ վաճառել եւ եկամուտ ունենալ։ Այ ուզում եմ պատկերացնել գյուղի առավոտը, հա, արթնացակ տղամարդիկ միանգամից դաշտում աշխատում են, կանայք պատրաստվում են դիմավորելու զբոսաշրջիկներին, հա, ինչպես է process-ը տեղի ունենում։ Այո, մեր կարևոր աշխատանքներից մեկն էլ օրվա ընթացքում զբոսաշրջիկներին դիմավորելը, նրանց համար հետաքրքիր օր ապահովելն է։ Առավոտյան արթնանում ենք, կարգի ենք բերում մեզ, երեխաներին դպրոց ճանապարհում ու սպասում զբոսաշրջիկների այցին։ Սա չդիտարկեք որպես բողոք, մենք իսկապես մեծ հաճույք ենք ստանում այդ process-ից, բայց եւ հասկանում ենք, որ այս ամենը ոչ թե մեր քմահաճույքն է, այլ աշխատանքը։ Եթե օրերից մի օր նորմալ էքսկուրսիաներ չկազմակերպենք ու մեզնից դժգոհ մնան, հաջորդ խմբերը ուղակի չեն գա մեր գյուղը, կընտրեն որևէ այլ ցեղախմբերի գյուղեր, իսկ դա զգալի վնաս կտա մեզ։ Եվ ես պատկերացնում եմ զբոսաշրջիկները, երբ առաջին անգամ ձեզ են տեսնում, այսպես ոգևորվում են եւ բնականաբար բոլորը առաջինը ցանկանում են ձեզ հետ նկարվել, չէ՞։ Ստանդարտ ընթացք է։ Գալիս են ու առաջին իսկ պահից սկսած ոչ այդքան լսում են մեզ, որքան անընդհատ ուզում են լուսանկարել։ Ստանդարտ, այո։ Դե երբեմն այնքան գեղեցիկ լուսանկարներ են ստացվում, որ խնդրում ենք մեզ էլ փոխանցել անկեղծ Ես ասած։ պատկերացնում եմ իհարկե այդ ամենը։ Եվ արագ խնդրում եմ նկարվեք եւ նկարվեք։ Դե պարզ է, այս մարդիկ արդեն սովոր են այդ ամենին եւ շատ ուրախ եմ, որ այսօր իսկապես գտնվում եմ ձեր գյուղում։ Իմ կողքին շատ բարի մարդիկ են, մարդիկ, ովքեր, այո, տարբերվում են մյուս կանանցից, բայց դրանում էլ կա իր առավելությունը, այսինքն իրենք հպարտ են, որ շարունակում են գրել իրենց տատիկների ավանդույթները։ Դե Թայլանդում այլ կերպ լինել չի կարող, բոլոր բայկերում պետք է լինեն նաև մրգատու ծառեր։ Մանգո։ Այո, մանգո։ Բնականաբար գիտեմ, որ դուք շատ եք ճամփորդել ու աշխարհի տարբեր երկրներում մանգոյի բազմաթիվ տեսակներ եք քան տեսել։ Այն մանգոն, որը որ աճում է այստեղ Թայլանդում, աշխարհի որևէ այլ երկրում չեք հանդիպի։ Իսկ էլ ինչ մրգեր կան այստեղ։ Ամեն տեսակի արևադարձային միրգ կա՝ պապայա, գուավա, բանան, անանաս, սիրներդ, ինչ ցանկանաք կգտնեք այստեղ։ Ահա։ Գիտեք, ես տեղյակ եմ, որ դուք ունեք նաև ձեր լեզուն, որը տարբերվում է Թայլանդի ժողովրդի լեզվից, այսինքն այն յուրահատուկ է միմիայն Կարեն ժողովրդի համար։ Այնց հետաքրքիր է, ձեր խոհանոցում եւս կան այլ կերակուրներ, թե զուտ թայլանդական է։ Լեզուն այո, իր նրբություններն ու տարբերություններ ունի, բայց խոհանոցը այդքան խիստ տարբերություններ չունի։ Մենք օգտագործում ենք այն ամենն, ինչ առաջարկում է բնությունը, բայց սա հատուկ է թայլանդական բոլոր շրջաններին, այսինքն չեն կարող համարել միայն մեր ցեղի խոհանոց։ Մենք փորձում ենք անել այնպես, որ որևէ ավելորդ մթերք չմնա։ Եթե բնության մեջ աճում են օրինակ այս տերևները, ուրեմն դրանց համար հաստատ մի կիրառություն կգտնվի խոհանոցում։ Եթե անգամ ոչ որպես կոնկրետ ճաշատեսակ, ապա որպես համեմունք ու լրացուցիչ համային երանգ հաստատ կարելի է օգտագործել։ Գիտեք ինձ ինչ է հետաքրքրում, այ հարցը ձեզ ուղեմ, որովհետև դուք պրոֆեսիոնալ եք եւ ամեն օր էստեղ եք լինում։ Ինձ հետաքրքիր է, այ աղջիկները Կարեն ժողովրդի ամուսնանում են միայն իրենց ժողովրդի տղաների հետ, թե կարող են այլ որևէ մեկին ընտրել եւ ամուսնանալ։ Նախկինում նման հարց տան անգամ կհամարվեր լուրջ հանցագործություն։ Որևէ ցեղի ու ժողովրդի ներկայացուցիչ չէր կարող ամուսնանալ մեկ այլ ցեղի անդամի հետ։ Նրանք հիմնականում իրար չէին էլ ճանաչում, կամ անգամ եթե ճանաչում էին, ապա չէին շփվում, որովհետև հարաբերություններն ավելի թշնամական էին։ Միշտ տարածքի, ջրի, կերակուրի հայթայթման լուրջ խնդիրներ կային, ու ամեն ցեղ փորձում էր կենսական անհրաժեշտության այս հարցերը լուծել, մյուսի նկատմամբ դոմինանտության հաստատելով։ Այս պայմաններում մի ցեղի տղան երբեք գնություն չէր առնի մյուսի աղջկան։ Ահա։ Սիրելի հեռուստադիտողներ, արդեն գիտեք, որ ես որևէ մի երկիր այցելելուց առաջ անպայման նախապես պատվիրում եմ այդ ծրագիրը եւ վճարումները կատարում ամեն բանի համար, որպեսզի երբ ես ժամանեմ տվյալ քաղաք կամ գյուղ կամ ընդհանրապես երկիր,
պարտադիր ամեն բան պատրաստ լինի։ Եվ այս ծրագիրը ես եւս նախապես պատվիրել էի իմ գործընկերների միջոցով, վճարումը նախապես առցանց կատարել էի Ineco բանկի Viva Platinum քարտով։ Եվ այսօր այստեղ եմ ու շնորհակալ եմ իմ գործընկերներին այսքան պրոֆեսիոնալ մոտեցման համար եւ իհարկե այս ամենը այսքան գեղեցիկ կազմակերպելու համար։ Ես հատուկ ուզեցի այսօր գալ ու նկարահանել այս գյուղը, որովհետև այն նախ շատ ավելի առաջադեմ է, քան մյուսները, հետո մարդիկ այստեղ այնքան բարեհամբույր են։ Նրանք սիրում են շփվել, սովոր են անդադ եկող գնացող զբոսաշրջիկների հոսքին։ Պատրաստակամ են, ու էլ չեմ ասում, որ ամեն դեպքում նրանց պարանոցին ամրացված օղակները մի տեսակ յուրահատկություն են հաղորդում կանանց։ Կարծում եմ կհամաձայնվես, որ դա հետաքրքիր կլինի քո հեռուստադիտողին։ Իդեպ ինչն է հետաքրքիր, ահա գյուղը եւ ահա տաղավարները։ Այստեղ եւս գյուղի այլ ներկայացուցիչներ սպասում են հաճախորդներին, որպեսզի կարողանան վաճառել այն ամեն ինչ պատրաստել են։ Ես ուզում եմ ձեզ ասել շնորհակալ եմ։ Շատ հաճելի էր ինձ ձեզ հետ ծանոթանալը։ Շնորհակալ եմ այս րոպեների համար, շնորհակալություն, որ ներկայացրեցիք գյուղը եւ մենք այսպես մեր զբոսավարի հետ միասին ավելի պատկերավոր ապրեցինք ձեզ հետ մի քանի րոպե, ինչի համար շատ ուրախ եմ։ Այն կողմում դրված է տակառ լավագույն հայկական գինին։ Սա նվեր է իմ կողմից հատուկ ձեր ամուսինների համար։ Ես գիտեմ նրանք ուշ ժամի երեկոյան վերադառնում են դաշտերից եւ կարող են այսօր վայելել լավագույն գինին։ Սա սիրով կփոխանցեք ձեր ամուսիններին իմ կողմից։ Մենք էլ ենք շնորհակալ թե նվերի, թե հետաքրքիր օրվա համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Իմ կողքին գյուղի երիտասարդ աղջիկներն են, ովքեր դեռ ամուսնացած չեն, երեխաներ չունեն եւ զբաղվում են ամբողջ օրը այստեղ աշխատանքով, այսինքն յուրաքանչյուրը նրանցից ունի իր վաճառքի կետը, որտեղ վաճառում է, ինչպես նշեցի, այն ամենը, ինչ պատրաստել է նա կամ իր ընտանիքը, ամբողջ օրը, չէ՞։ Այո, դե հիմնականում ամբողջ օրը։ Բանն այն է, որ ընտանիք դեռ չես կազմել, այնպես չէ, որ օրդ շատ գերհագեցած է եւ զբաղված ես։ Մենք գտնում ենք տարբեր տեսակի զբաղմունքներ, որոնք ոչ միայն ժամանց կդառնան, այլև եկամուտ կբերեն մեզ։ Արդյունքում ամեն մեկս մի հմտություն ենք սովորում ու դրանով գումար վաստակում։ Առասարակ կասեք աղջիկները այստեղ որ տարիքում են ամուսնանում։ Մեզ մոտ ամուսնանում են 15 տարեկանից սկսած։ Այդքան երիտասարդ։ Դե այո, պատահում է, որ հենց 15 տարեկանում ընտանիք ենք կազմում ու երեխաներ ունենում։ Երբեմն այո, երբեմն ոչ։ Բայց նախապես արդեն ունեք ընտրյալ, այսինքն փոքր հասակից արդեն պատկերացնում եք, ով որ տղայի հետ է ամուսնանալու։ Դե ես իմ պատահում է, որ ունենում ենք հենց սկզբից ընտրյալ։ Լինում է, որ արդեն բավական մեծ տարիքում դեռ ընտրյալ չենք գտնում։ Դրանք մի քիչ այնպիսի հարցեր են, որ միանշանակ պատասխան չես կարող տալ։ Այնպեսի հարց տվեցի, աղջիկները ամաչեցին անկեղծանալ, բայց ես գիտեմ, որ այո, նախապես նույնիսկ ծնողներն են, չէ՞, որոշում տվյալ աղջիկը ում հետ, որ տղայի հետ պետք է ամուսնանա։ Կան ընտանիքներ, որ իրենց աղջկա կամ տղայի համար զուգընկեր են գտնում, որոշում կայացնում ու այն անքննարկելի է լինում։ Ինձ հետաքրքիր է, ձեր ոտքին եւս օղակ եմ տեսնում, սա ինչ որ մի բան խորհրդանշում է։ Բնականաբար շատերն են ուշադրություն դարձնում մեզ վրա այս օղակների շնորհիվ։ Բոլորին սկզբում թվում է, թե օղակի ինչ որ տարօրինակ ու յուրահատուկ վզնոց է, բայց երբ ավելի մոտիկից են տեսնում մեզ, հասկանում են, որ դա ավելին է, քան վզնոցը։ Իսկ այս նախշերը, հա, դեմքի վրա, սա ուղղակի գեղեցկության համար է։ Այո, գեղեցկության համար է։ Շպարի միջոց կարող ենք համարել։ Մենք դեռ փոքր տարիքից սովորում ենք նման բաներ պատրաստել։ Ահա, տեսնում եք զբոսաշրջիկները գալիս եւ գալիս են, իսկ այս կանայք վստահ եմ Չինաստանից են, որովհետեւ երբ Չինաստանից ժամանած տուրիստներ են լինում, աղմուկը շատ է լինում։ Ուզում եմ խոսել նաեւ այս նախշերից, առասարակ ծաղիկներից, գլխի վրա սա եւս ավանդույթ է, թե զուտ դուք գեղեցկության համար կրում եք, որպեսզի այսպես ավելի վառ լինի ձեր կերպարը եւ շատ մարդիկ ցանկանան ձեզ հետ նկարվել։ Սա մեր ցեղի տարբերակիչներից է եղել երկար ժամանակ, բայց հիմա ավելի շատ որպես զարդ ենք օգտագործում այս օղակները։ Դրանք մեծ խորհուրդ չունեն։ Գեղեցիկ է եւ վերջ։ Մենք գլխի այս զարդերը ինքներս ենք պատրաստում, կրում ենք դրանք, որ մարդիկ տեսնեն ու ցանկություն ունենան գնելու։
Օգտագործում ենք թայլանդական մշակույթի տարրեր, այստեղ աճող ծաղիկներ, մեր ազգային տարազի մասնիկներ ու ստանում նման գեղեցիկ գլխաշորեր։ Դրանք համ ուշադրություն են գրավում, համ էլ գովազդի պես մի բան է դառնում մեր տաղավարների համար։ Եվս մի հարց, որ շատ է ինձ հետաքրքրում, այդ դուք երբ գնում եք որևէ մի քաղաք, մոտակա քաղաք, բնականաբար օղակները ձեզ հետ են, հանել ուղղակի չեք կարող։ Այսպես բոլորի ուշադրության կենտրոնում չեք լինում։ Պատահել է, որ մենք ժամերով կանգնել ու պատասխանել ենք մարդկանց հարցերին։ Նրանք որևէ կերպ չէին պատկերացնում, թե ինչպես կարել է մի ամբողջ կյանք կրել նման օղակներ պարանոցին։ Շատ լավ, ինձ կարող եք ցույց տալ ինչ եք դուք վաճառում։ Ինձ հետաքրքիր է այդ տեսնել այսպես ձեր տաղավարը, որովհետև ասացիք շատ եւ շատ իրեր պատրաստված է հենց ձեր ձեռքերով։ Այո, այդպես էլ կա։ Գնանք ու ցույց տանք ամեն բան։ Ճիշտ է, հիմա մի քիչ մարդաշատ կարող է լինել, ինքներդ տեսակ, որ զբոսաշրջիկների մեծ խմբեր կան այստեղ, բայց ամեն դեպքում ցույց տալ իրերն ու դրանց մասին պատմելը հաստատ կստացվի։ Ուղղակի մոտենանք հասկանանք, թե ինչպես են կազմակերպելու նկարահանման պահը։ Օ, զբոսաշրջիկները մեզ խանգարում են այս պահին, որտեղից եք։ Մենք եկել ենք Չինաստանից ու այնքան հետաքրքիր ժամանակ ենք անցկացնում ընկերուհիներով։ Բարի գալուս Թայլանդ, բարի գալուս երկարավիզ կանանց գյուղ։ Հետաքրքիր է այստեղ։ Շատ հետաքրքիր է։ Ես առաջին անգամ եմ եկել։ Այսինքն գալիս եք հատուկ հանդիպելու երկարավիզ կանանց։ Հա, բա ինչ ենք անում։ Գալիս ենք նրանց հետ շփվելու։ Շատ եմ սիրում Թայլանդը ու այս կանանց։ Նրանց գեղեցիկ զարդերը գնելու եւ այս հրաշալի երկիրը վայելելու համար։ Շատ լավ, ինձ այդտեղ աղջիկները սպասում են, ես հետո ձեզ հետ կշփվեմ։ Ահա, օй կներեք, շփվում էի զբոսաշրջիկների հետ։ Ահա, տաղավարը։ Դե պատմեք, ինչ եք վաճառում այստեղ, ինձ հետաքրքիր է։ Ահա, խնդրեմ, սա էլ մեր գեղեցիկ տաղավարն է։ Այստեղ ամեն հետաքրքիր բան կգտնես՝ զարդեր, հագուստի պարագաներ, արձանիկներ։ Բնականաբար այդ ամենը մենք ինքներս ենք պատրաստել։ Շարֆերը օրինակ գործում ենք, զարդերը տարբեր իրերից պատրաստում։ Զարդերը պարզ են եւ ձեր կերպարներով պատրաստված տիկնիկներ։ Տեսեք ինչ գեղեցիկ է, հրաշալի հուշանվեր է։ Ես անպայման հենց հիմա մեկը կգնեմ եւ այնտեղ կգտնի իմ ննջարանում եւ ամեն անգամ կհուշի, որ ես եղել եմ այս գյուղում։ Իդեպ քանի օրում եք կարողանում այս ամենը պատրաստել։ Դե նայած ինչը։ Եթե կոնկրետ տիկնիկներն ես հարցնում, արդեն այնքան ենք հմտացել այս գործում, որ մենք ընդհանրապես մի քանի ժամում կարող ենք պատրաստել նման տիկնիկներ։ Որն է ձեր ամենասիրելի տիկնիկը այստեղ։ Երևի թե այս մեկը կընտրեմ։ Ինչու։ Դե մենք տիկնիկ պատրաստելիս միշտ փորձում ենք նմանեցնել ինչ-որ մեկին։ Այս մեկը տատիկիս դեմքով եմ պատրաստել։ Էլ չեմ ասում, որ կապույտը խաղաղություն է խորհրդանշում։ Ես չէի պատկերացնի, որ զգեստի գույնը եւս նշանակություն ունի։ Տեսնում եք ինչ հետաքրքիր է։ Մենք զբոսաշրջիկներս ուղակի գալիս տեսնում ենք, որը այսպես մեր ճաշակով է լինում, գնում ենք, բայց արի ու տես յուրաքանչյուր գույն ունի իր նշանակությունը։ Շնորհակալ եմ ձեզ։ Սիրելի հեռուստադիտողներ, ես այս պահին գնեմ որևէ մի գեղեցիկ իր այստեղ ինձ համար, մի փոքր է շրջեմ գյուղում ու շարժվեմ արդեն առաջ։ Իրականում ես շատ կցանկանայի այս գյուղում մեկ գիշեր գիշերել, անկեղծ եմ ասում, այո, չկան պայմաններ, նույնիսկ մոծակները շատ են, պետք է պաշտպանվել, դժվար է, բայց շատ կցանկանայի մեկ օր մնալ, առավոտյան արթնանալ այս մարդկանց հետ, իսկ երեկոյան, երբ բոլոր զբոսաշրջիկները արդեն այստեղից հեռանում են, ուղղակի վայելել այս հրաշք մարդկանց հետ երեկոն, ավելի մոտ ծանոթանալ ու ավելի լավ ճանաչել։ Ցավոք այս անգամ այդ հնարավորությունը չկա, որտեղ շատ են նկարահանումները, թռիչքները, բայց ես անպայման դեռ այս գյուղ կվերադառնամ։ Իսկ այսօր, քանի որ պլաններս նորից շատ են, շատ նկարահանումներ, ինչը հարկավոր, բումբեստա, որպեսզի էներգիաս վերականգնեմ։ Համաձայն եմ, բայց ինչքան էլ մենք ասենք, որ շատ գեղեցիկ է, կհամաձայն եք, չէ՞ ինձ հետ, որ միևնույն է շատ բարդ է եւ այս կանայք իրականում իրենց կյանքը բարդացնում են։
Գիտես Վարդան, ես իհարկե հասկանում եմ, որ այս ամենը ոչ սովորական է ու նման մտքեր է առաջ բերում, բայց դու էլ պետք է հասկանաս, որ որքան մեզ համար տարօրինակ է նման օղակներով ապրելը, նույնքան նրանց համար անհասկանալի է, թե ինչն է մեզ այդչափ զարմացնում եւ ապշեցնում։ Չէ՞ որ պետք է միշտ հիշել, որ նրանք շատ վաղ տարիքից կրում են օղակները, ու այլևս իրենց կյանքն առանց դրանց չեն պատկերացնում։ Բայց հետաքրքիր է լինում են դեպքեր, երբ երիտասարդ աղջիկ ասում է. ոչ, ես չեմ ցանկանում այս կյանքով ապրել, ինձ այս օղակները պետք չեն, ես գնում եմ ու վայելելու եմ ժամանակակից կյանքը։ Ոչ, նման դեպքերը գոնե ես չգիտեմ, բոլորն էլ հարգում են ավանդույթներ ու երբեք նման քայլի չեն դիմում։ Էլ չեմ ասում, որ իրենց այդ ամենը մայրիկների եւ տատիկների վրա տեսնելով են մեծանում։ Շատերը այնքան են սպասում այն տարիքին, թե երբ է հասնելու պահը, որ իրենք էլ կրեն նման օղակներ, որ փոքր տարիքից ոչ մետաղական, բայց ինչ որ թեթև մետաղներից պատրաստված օղակներ են զարդարում իրենք իրենց։ Եթե դուք կպատկերացնեք երբևէ այդ օղակները մշտապես լինեն ձեզ վրա եւ այդ օղակներով քնեք, պատկերացնում եք։ Տարօրինակ չէ, անտանելի էլ չէ։ Ես չեմ պատկերացնում ինձ համար դա անսովոր եւ ոչ ընկալելի է, բայց էլի եմ ասում։ Եթե ծնվել ես այնտեղ, որտեղ այս ամենը սովորական է, ուրեմն մտածելու թեմաներ չունես։ Ահա, համաձայն եմ։ Այո, եթե ծնվել ես այստեղ, սովոր ես ամեն ինչին, ինչ այստեղ պարտադիր է։ Հոգնեցինք։ Ինչ է մեզ այս պահին հարկավոր։ Իհարկե սուրճ։ Առաջարկում եմ այն կողմում նստենք, միասին վայելենք Royal Armenia Time Off-ը։ Սուրճ ուզեցի, գնացինք։ Ահա եւ վերջ, այսպիսին էր այսօրվա ծրագիրը այստեղ Թայլանդում։ Իսկ ես խոստանում եմ, կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց Armenia TV եթերում։ Սակայն մինչ այդ սպասում եմ ձեր նամակներին իմ YouTube-յան, TikTok-յան, Instagram-յան եւ Facebook-յան էջերում։ Առայժմ հաջորդ ծրագրում ես շարունակելու եմ իմ ծանոթությունը Թայլանդի հետ եւ հայտնվելու եմ Չիանգ Միայում։ Այո, իրականում այս վայրը այդքան էլ ծանոթ չէ հայ զբոսաշրջիկներին, բայց դե ես հենց դրա համար էլ մեկնում եմ այդ վայր տեսնելու ու ծանոթանալու այստեղի ամենահետաքրքիր վայրերին։ Բաց չթողնեք, լինելու է շատ հետաքրքիր։